Թող Աստված օրհնի իր խոսքը եւ իր խոսքը զորություն ներգործի մեր կյանքերում։ Իրականում այս խոսքը իմ համար եմ առել, բայց քանի որ ինքը ոչ միայն ինձ է վերաբերվում, ուզեցի կիսվեմ նաև այստեղ, որպեսզի շատերը լսեն։ Եվ հետևյալն եմ վերնագրել այսօրվա քարոզը, կոչվում է «Ինչ ժամանակում ենք մենք ապրում»։ Ուզում եմ միասին բացենք Մատթեոսի 25-րդ գլուխը առաջին համարից մինչև 13-րդ համարը։ Շատ չեմ ուզում կարդամ, որովհետև գիտեք, այս պատմությունը 10 կույսերի պատմությունն է, բայց մի երկու բառեր կա, որոնց վրա ուզում եմ ուշադրություն դարձնեմ։ Այն ժամանակ կնմանվի երկնքի արքայությունը 10 կույսերին, որ իրենց լապտերները վեր առան և դուրս եկան փեսային դիմավորելու։ Ինչ ժամանակի մասին է խոսքը գնում, երբ որ ասում է այն ժամանակ, այսինքն երբ որ 24-րդ գլուխը կարդում ես, հասկանում ես, Հիսուսը 24-րդ գլուխում խոսում է միմիայն վերջի ժամանակների մասին, որ լինելու են երկրաշարժեր, պատերազմներ, մատնել, բանտարկություններ, անգամ սպանություններ, սուտ Քրիստոսներ և նաև նեռի այդ սուրբ վայրում նստելը, սուտ մարգարեների վխտալը պիտի լինի, այն որ հենց ամեն տեղ իրենց մարգարե են կոչելու և նաև 24-րդ գլխի վերջի հատվածն էլ շատ յուրահատուկ է, այստեղ ասում է ծառայողների մասին, որոնց Աստված չի հավանում և այո լինելու են ծառայողներ, որոնք որ ասելու են եկել ուշացավ Տերը, ուշացնում է իր գալուստը ու սկսեն իրենց եկեղեցի հաճախորդներին անարգել և վնասել և ես ինքս զգում եմ, որ մենք այս ժամանակներում ենք, որոշակի բաները կատարվում են շատ ակտուալ, բայց որոշակի բաներ դեռ ընթացքի մեջ են և բաներ էլ կան, որ դեռ պիտի լինեն, բայց եկեք անկեղծանանք, որ իրոք այս ժամանակների մեջ ենք և հենց այդ ժամանակներում լինելու է այս զանազանությունը եկեղեցու մեջ, այդ ժամանակ գրված է, որ լապտերներ են վեր առնելու և ինչ է կոչվում լապտերը, դա մեր անոթներն է և մեջը յուղը, որ տիրոջից վերցվում է, որ տիրոջ ներկայության մեջ լցվում է մեր մեջ, որպեսզի կարողանանք նախ գնանք, որովհետև խավար ժամանակ է լինելու և պետք է լինելու այդ լույսը, որ վառվի և այո, այդ օծությունը, այդ յուղը վերջի ժամանակներին մեզ օգնելու է խավարը լուսավորելու, որպեսզի կարողանանք գնանք։ Նրանցից 5-ը իմաստուն էին և ինչպես գիտեք 5-ը հիմար էին և վեր առան իրենց լապտերները, բայց ձեթվեր չառան։ Սակայն իմաստունները իրենց ամանների ձեթի վրա առան իրենց լապտերների հետ մեկտեղ և երբ որ փեսան ուշացավ, ամենքը թմրեցին և քնեցին։ Այսինքն, այստեղ 5 հիմարները ունեին որոշակի օծություն, յուղ իրենց հետ։ Հասկանում եք, որ սա հոգևորների մասին է խոսքը գնում, սա աշխարհիկների մասին չի, սա հոգևորների մասին է, որոնք օծված են անգամ և նրանք շարժի մեջ են, կրկնակի օծություն ունեցողների հետ շարժվում են ընթացքի մեջ և գնում են դեպի փեսային, այսինքն ճիշտ ուղղությամբ են գնում, բայց եկավ ժամանակ ասում է, որ նրանք ամենքը քնեցին, այո, վերջի ժամանակները թմրության ժամանակներ է լինելու և այստեղ իրականում հոգևոր քնելու մասին չի խոսքը, եթե անկեղծ լինենք, սա մարմնի տկարության մասին է խոսքը և ես ակնհայտ տեսնում եմ, ինչպես է մեր մարմնի վրա այսօր այդ դիվային ատականները,
որսի դու զբաղված լինես, միտքդ զբաղված լինի, որ հոգնածություն ա բերում, տկարություն, թուլություն, անիմաստ բաներով ա զբաղեցնում քեզ եւ գալիս ա թմրություն եւ դեռ այն թմրությունը մենք չենք ճանաչում, որ այստեղ գրված ա, դա դեռ նոր ա լինելու եւ բոլորը քնեցին անգամ այն 5 իմաստունները եւ կես գիշերին աղաղակ եղավ, ահա Փեսան գալիս է, դուրս եկեք նրան դիմավորելու, ինչպես տեսնում եք այստեղ երրորդ դեմքով ա գրված, սա ոչ իմաստուններն են ասում կամ հիմարները, ոչ Հիսուսն ասում, երրորդ դեմքով ա գրված, սա հրեշտակներն են, որոնք փողերի ձայնով կանչելու են, որ գալուստը մոտ ա, գրված ա, չէ՞ թե Սաղոնիկեցիների մեջ, որ փողի ձայնով պիտի գա եւ շատ հաճախ հենց այստեղ շփոթության մեջ ենք ընկնում, նաև հրեական տոների հետ համեմատում են այդ փողերի տոնի հետ, որ այդ օրերին ա լինելու, կարա լինի, ես չեմ հերքում, բայց ոչ էլ հակված եմ նման բան սովորեցնելու, թողենք Տիրոջը օրերն ու ժամանակները եւ դուրս եկան եւ ահա ժամանակն է, որ կույսերը վեր կացան եւ իրենց լապտերները պատրաստեցին, այսինքն դեռ խավար ժամանակ էր, պետք է լույսերը վառվեին, դեռ խավար ժամանակ ա լինելու, բայց հիմարներն ասեցին իմաստուններին, տվեք մեզ ձեր յուղից, որովհետեւ մեր լապտերները հանգեցին, իմաստուններն էլ պատասխանեցին եւ ասեցին, միգուցե մեզ եւ ձեզ բավական չլինի, սա շատ իմաստուն պատասխան է, այո, գալու է ժամանակ, որ ամեն մեկս պիտի կանգնենք Տիրոջ առաջ եւ լուսավորվենք մեր լույսերով եւ եթե մենք միայն վազենք սրան նրան օգնելու եւ նրանք թուլակազմ հոգնած հոգսերով զբաղված չկարևորելով աստվածայինը վատնելով իրենց յուղը, հա այտենց վազքի մեջ լինենք, մենք էլ նրանց նման հիմար կլինենք, հետևաբար Տերն ասում է, իմաստունները, հա, Տերն է սովորացնում է Սառակը, իմաստուններն ասում են, որ միգուցե մեզ էլ չհերիքի, սա ծառայության մասին է խոսքը, գալիս է ժամանակ, որ որոշակի մարդկանց դու էլ պետք չի ծառայես, Տերը կտրում է քեզանից եւ դուրս է շպրտում քո տարածքից, մի գուցե կոպիտ հնչեց շպրտել բառը, բայց հենց այդպես էլ անում է, հեռացնում է, լավ այսպես ասեմ, հեռացնում է ոմանց, որոնք խանգարում են քեզ նախ օծությունը շատացնելու, յուղը շատացնելու քո մեջ, որպեսզի արդյունավետ ծառայես եւ չկորցնես քո փրկությունը։ Եվ երբ որ նրան գնացին, Փեսան եկավ եւ պատրաստները, այս բառի վրա էլ ուշադիր եղեք, պատրաստները նրա հետ հարսանիքը մտան, այո կա խնջույք եւ լինելու են պատրաստներ եւ այսօր հարց ինձ եւ քեզ, արդյոք մենք պատրաստների մեջ ենք, թե այս աշխարհի հոգսերով գերհոգնած, տկարացած, աղոթքների մեջ թուլացած, կարդացմունքի մեջ Այդ 5 հիմարների նման ենք մենք, կարևորում ենք անկարևորը եւ չենք կարևորում ամենակարևորը մեր կյանքերում եւ դուռը փակվեց, այս բառը նույնպես օգտագործվում է Նոյի ժամանակ եւ ասում Աստված դուռը փակեց Նոյի հետևից եւ այստեղ նույնպես դուռը փակվեց Տիրոջ կողմից եւ հիմարները ասեցին Տեր բաց մեզ, նա էլ պատասխանեց եւ ասեց ճշմարիտ եմ ասում ձեզ, ես ձեզ չեմ ճանաչում, արթուն կացեք, որովհետեւ չգիտեք ոչ օրը, ոչ ժամը, որ նրանում մարդի որդին կգա, այստեղ հենց այդ իմ ասած խոսքը, մենք չգիտենք ոչ օրը, ոչ ժամը, Հիսուսն ինքն ասեց, ես ինքս չգիտեմ, միայն Հայրը գիտի, եւ հետեւաբար մեզ պետք չի ինչ-որ հստակ օր ասենք, բայց մենք կարող ենք այդ եղանակը, հա, այդ սեզոնները, անգլերեն ասած,
գալուսի մոտիկությունը եւ ես զգում եմ դա։ Ես զգում եմ մենք հասել ենք մի ժամանակ, որ Աստված այծերին գառներից տարբերում է, նրանց առանձնացնում է իրարից։ Եվ ցավալին է նա, որ այս մարդիկ եկեղեցական էին եւ Աստված ասում է ես ձեզ չեմ ճանաչում։ Եվ այս համարը նաև մի ուրիշ առակում ասում, որ դևեր հանեցին քո անունով, բժշկություններ արեցին եւ եկան ու Աստված ասեց. «Մեկդի գնացեք ինձանից, ով աներունություն գործողներ, ես ձեզ չեմ ճանաչում», էլի ասեց իրան։ Ու հարց է ստեղ, ոնց կարող է մեկը դևեր հանի, բժշկություններ անի ու Աստծուն չճանաչի, Աստված էլ իրան չճանաչի։ Դա հենց այս բանն է, որ ես միշտ սովորեցրել եմ, որ օծությունը մեզ չի փրկելու։ Մեզ Աստծո հետ հաղորդակցությունը եւ սրբությունն է եւ հոգու պտուղները, հա, սեր, խնդություն, խաղաղություն, ուրախություն, այսա է, որ մեզ մտցնելու է Տիրոջ ներկայության մեջ, ոչ թե ծառայելը, դևեր հանելը։ Գիտես, ես շատ լավ գիտեմ այդ օծությունները։ Դրանք քեզ կարա տա ադրենալին, բայց ոչ ուրախություն, դա կարա քեզ բարձրացնի ինչ-որ որոշակի մակարդակ, բայց դա քո հետ ընդհանրապես կապ չունի, որովհետև դա քոնը չի։ Նույնպես օծված խոսելը, քարոզելը, ուսուցանելը, օքեյ, բայց սա պարգև է, սա քոնը չի, դու դրանով չես փրկվելու, դրանով չի քո հաղորդակցությունը Հայր Աստծո հետ, դրանով չի քո սրբությունը որոշվում։ Հենց այդ պատճառով է, որ այստեղ ասում է, որ ձեզ չեմ ճանաչում։ Իհարկե յուղի պակասության մասին է այստեղ խոսում եւ շատերը կասեք յուղը դա օծությունն է, ուրեմն օծությունը կարեւոր է։ Ոչ, այստեղ ամենակարևոր շեշտը ոչ թե յուղի վրա է, այլ ծուլության վրա, հոգեվոր ծուլության, որոնք որ չեն ավելացրել իրենց ներսում այն պաշարը, որով կկարողանային միջև վերջ գնալ։ Եվ այսօր ես հավատում եմ, որ մենք հասել ենք այս ընթացքի մեջ եւ ուզում եմ միացած թռիչ կանեմ դեպի 5 կտակարան, նաեւ Եղիայի մասին մի երկու բան հայտնություն տվեց Աստված ինձ։ Գթակավորացի 19-րդ գլխում գլխի 18-րդ համարից եմ ուզում կարդամ 19-18 Երբ որ ինքը հանդիպեց Հայր Աստծուն եւ դժգոհում էր, խոսում էր, որ ինքը տրտմած է, նախանձավորություն ունի Աստծո որդիների համար, որոնք Տիրոջ սեղանը թողել են, մարգարեներին սրով մորթել են, այս մասը, երբ որ ինքը հանդիպում է Տիրոջը, երես առ երես խոսում է Տիրոջ հետ եւ Աստված է խոսում։ Ընդհանրապես այն տեղերը, որ Աստված է խոսում, կրկնակի կարեւոր են։ Եվ այսպես ասում. Եվ ինձ համար թողել եմ Իսրայելի մեջ 7000 հոգի, բոլորն էլ այնպիսի մարդիկ, որ ծում չծռեցին Բաղին եւ բոլորն էլ բերանով նրան չհամբյուրեցին։ Նայեք Աստված ինչ ասում։ Լինելով Եղիան ինձ համար ընդհանրապես ամբողջ Աստվածաշնչում Եղիայի մակարդակի մարգարե ինքն էր, հետո հանգչեց Հովհաննես Մկրտչի վրա այդ հոգին եւ կային մեծ մարգարեներ, բայց Եղիան դա այն յուրահատուկներից էր, նաեւ Ենովքը, որ հափշտակվեցին կենդանի երկինք, Աստված նրանց մահը համտեսել չտվեց եւ նրանք յուրահատուկ էին եւ ովքեր որ Ենովքի գիրքը կարդացել են կզգան նմանություն Եղիայի եւ Ենովքի նրանք շատ նման են իրար այդ իրանց անկոտրուն ռադիկալ ոչ կոմպրոմիսային բնույթով աշխարհի հետ չխառնվելով եւ այստեղ ինձ համար մի հատ sense հարց Ինչպես այս տեսակ հզոր, մեծ, Աստծո ձայնը լսող մարգարեն չգիտեր այդ Աստծո ծրագրերի մասին, որ Աստված 7000 հոգի պահել է, առանձնացրել է։ Եվ հետաքրքիրը այն է, որ
Աստված այստեղ շատ հետաքրքիր է ասում, քանի որ ես սիրում եմ ուշադիր կարդամ, նորից կարդամ։ Եվ ես ինձ համար թողել եմ Իսրայելի մեջ 7000 հոգի մարգարե։ Ինձ համար, հասկանում եք, մարգարեները ոչ թե մարդկության համար են, այլ Աստծո համար։ Աստված ընտրում է մարգարեների միջից, որովհետև կային մարգարեներ, որոնք բերանով համբյուրել էին, կային մարգարեներ, որոնք ծունկ էին ծռել Բաղի դեմ, եւ Տերը ընտրել էր նրանցից 7000 հոգի։ Եվ հենց այս խոսքն ու 10 կույսերի այդ առակի նմանությունը իմ համար եղավ այն, որ Աստված այսօր ընտրում է, զատում է այծերին գառներից, որոնք եկեղեցական են, որոնք մարգարեներ են, եւ Աստված զատում է ինձ համար, որ ծառայեն։ Գիտես, շատ հաճախ մենք ասում ենք, մենք ծառայում ենք Տիրոջը, ոչ, մենք չենք ծառայում Տիրոջը, սա սխալ ձևաչափ է խոսալու մեջ, հա, մենք ծառայում ենք մարդկությանը, մենք երկրպագում ենք Տիրոջը, մենք լսում ենք Տիրոջը, մենք իրանից վերցնում ենք եւ կատարում ենք նրա կամքը, բայց մենք ծառայում ենք մարդկանց։ Եվ այստեղ հաջորդ սխալը, որ այսօր եկեղեցիները շատ հաճախ թույլ են տալիս, որ ծառա դա նշանակում է բոլորից ցածր, ծառայող դա նշանակում է ծառայել քեզանից բարձրերին, դու ծառա ես, իսկ այսօր երբ որ ասում են մեր ծառայողը, մեր հովիվը, մեր օծյալը, այս վերջերս այնքան եմ լսում այդ բառերը, որ սենց կներեք, որ ասում եմ սրտխառնոց է իմ մոտ առաջանում, կարծես կողքինները ուզենան ոնց ասեմ արհեստական հպարտություն բերեն այս ծառա կոչվածների վրա, որոնք իրենց գործը անում են, մի այդպիսի համար կա, որ գալիս են Տիրոջ մոտ ու ասում են մենք քո անպիտան ծառաներն ենք։ Այնքան ենք բարձրացրել ծառայող անունը, որ ես ծառայող եմ օծված, ինձ օծեցին ծառայող, լսի, գնա եւ ծառայի խոնարհաբար, բավականա փնտրենք մենք մեր փառքը եւ դա այնքան կարեւոր է։ Աստված այստեղ ասում է ինձ համար եմ ընտրել, ինձ համար, որ նրա ձայնը լսեին եւ հետագայում սա սերմ էր, այս 7000-ը սերմ էր, որ Տերը ցանելու էր ապագա այդ Իզաբելի այդ վախճանից հետո ցանվելու էին այս մարգարեները, որ տարածեին Աստծո փառքը։ Եվ սրանք ընտրվածներ էին։ Եվ այսօր այդ 5 կույսերը, իմաստուն կույսերը, նրանք ընտրված էին ինչու համար, որովհետև սրբության մեջ էին, ջանքի մեջ էին, չթուլացան իրանք։ Այսօր շատ կարևոր է, որ դու հասկանաս ինչ ժամանակաշրջանում ենք եւ չտկարանաս։ Այսօր ուզում եմ սթափության խոսք լինի նաև, որ մենք չտկարանանք, որովհետև ժամանակը եկել է, որ սատանան փորձում է տկարությունը, այդ թմրության ոգին փչի մարդկության վրա, եկեղեցիների մեջ մասնավոր եւ իր ստերով, իր զբաղմունքներով ամբողջ քրիստոնյաներին խանգարում է։ Այո, հիմա նաև այդ ժամանակն է, որ մենք ծածկված ենք, ես շատ հաճախ եմ սրա մասին խոսել, որ շատերն ասում են ինչի համար բացահայտ չի լինում ծառայություն, ինչի համար այն օծությունը, որ կա, չի դուրս գալիս, չի բացահայտ լինում, որ տարածում գտնի, եւ շատ հաճախ մեզ խանգարում է այն
իմաստությունը, այն գիտությունը, որ պետք է իմանայինք Տիրոջից, եւ դա է, որ Աստված է քեզ ծածկել, ասում է 91-րդ Սաղմոսում, չէ, նա ծածկում է ինձ իր փետուրներով, նրա թևերի տակ ապահով կլինես դու եւ չես վախենա գիշերային զարհուրանքից։ Եվ այս 7000-ի միջից Աստված ընտրել է նաև քեզ, դու էլ ես այդ ընտրվածներից, Աստված այսօր ընտրել է և ծածկել է քեզ իր մեջ, միգուցե դու բոլորից օծված ես ավելի, քան իրենք, միգուցե դու ավելի վարժ կարող ես քարոզել, աղոթել, քան թե ճանաչված ծառայողները, բայց Աստված քեզ պահել է, ծածկել է քո ապահովության համար, որ դու լինես պատսպարված ավելի ճիշտ ժամանակին քեզ օգտագործելու համար։ Եվ այո, Աստված կարող էր թողեր ես 7000-ին խառնվելու, ուժեղ բանակ լինելու, պատերազմելու, ոչ, Տերը ասես ձայն դուրս չգա, պաղկվեք, այստեղ ու ես այդպիսի մի աֆորիզմի պես բան եմ գրել, Տիրոջը պահվածները Տիրոջ հետ շփվելու եւ նրա ծրագրերի մասին մտածելու համար էին։ Տիրոջ հետ շփվելու եւ նրա ծրագրերի խառնվելու, նրանով մեկանալու, նրա ծրագրերը, քո ծրագրերը սարքելու համար ենք։ Եվ այսօր այդ 7000-ի նման Աստված բանակ է պահել։ Ես հավատում եմ, որ կա այդ բանակը, շատ ուժեղ, ես տեսնում եմ նաև հոգու դաշտում, որ Տերը պահել է, և գիտես այդ ժամանակվա համար 7000, բերանով ես ասում, 7000 հոգի, դա մի մեծ բանակ է, ու մարգարեներ, որոնք սուրբ էին, մի հոգին 1000, 2-ը 10000, 7000-ը միլիարդների գործեր կարող են անել Տիրոջ համար։ Եվ դու հենց դրանցից մեկը կարող ես լինել։ Ծածկված ժամանակ է հիմա։ Եվ հեղի ժամանակ, նույնպես մարգարե չկար, գրված է, որ մինչև Սամուելի ծնվելը, երբ որ Սամուելը ծնվեց, նոր մարգարեական այդ պարգևը սկսեց շարժվել, եւ այո, հիմա նույնպես շատ քչերն են, որ ճշմարիտ մարգարեական հոգով եւ նաեւ սրբության եւ վարդապետության մեջ ուղիղ են։ Ես լսել եմ մարգարեուհիների, երկրորդ նախադասությունից անջատում եմ, որովհետեւ շատ խորն են գնում ու խառնում են վարդապետությունը ջրով եւ իրենցը խառնելով այդ վարդապետական այդ սյուներին, որոնք անխախտ պիտի լինեն, նրանք այլևս չեն լսվում որպես մարգարեուհի կամ մարգարե։ Մարգարեն պիտի սյուներից չշեղվի, այդ ստաբիլ է դրված սյուները, Աստված շինում է եկեղեցի նաև առաքյալների եւ մարգարեների վրա, այսինքն անխախտ պիտի լինի ուսմունքը, վարդապետությունը աստվածաշնչյան։ Okay, Տերը կարա քեզ ինչ որ բան ասի, անես մարգարեական, ինչ որ ակտեր, որը գրված չի աստվածաշնչում, եւ փառք Տիրոջը կարա Տերը հաստատի նշաններով եւ հրաշքներով, բայց դու չես կարող գաս ասես օրինակ, հիմա շատ մոդա է ասելը, դա մարգարեների մոտ դժողքը դևերի համար է, ոչ թե մարդկանց, եւ մարդիկ դժող չեն գնալու։ Իրոք, ես չեմ կարողանում լսեմ նման օծված մարգարեուհիների ու մարգարեների, որոնք շեղված վարդապետություն են սովորեցնում։ Աստված ունի իսկականներին պահված, որոնց ձայնը չի լսվում, որոնք բաներ են ասում եւ Աստված հաստատում է նշաններով եւ հրաշքներով։ Նրանք առանձնացված են, հոր թևերի տակ պատսպարված են ճիշտ ժամանակի համար։ Եվ այս խոսքը ինձ է վերաբերվում, քեզ է վերաբերվում, երբեք մի վռազիր ծառայության մեջ վազելու, միգուցե վնասվես։ Եվ մի քանի տարի հետո Տերը կցուցադրի քեզ
մարդկությանը, մի վրազիր, քո ժամանակից առաջ, երբ որ գնաս, միգուցե վնասվես։ Եվ երբ որ ճիշտ ժամանակին դու քո տեղում կկանգնես, դու կլինես Տիրոջ բերանը, Աստված քո բերանով կխոսի եւ կհաստատվի գերբնական շարժով քո ամեն ակտը, խոսքը, գործունեությունը։ Եվ քեզ կտանի ավելի բարձր ռանգերի, գեներալության աստիճանի, եւ այս պահվածները ոչ միայն գեներալներ են, նաեւ մարգարեներ, եւ իմ մեծ համոզմունքն է, որ ամեն մարգարե գեներալ է, եւ ամեն գեներալ մարգարե է, ամեն խլող, ամեն փչացնող, ամեն ցանող, տնկող Երեմիայի օծության մեջ է, ամեն այդ ռադիկալ, չգիտեմ հայերեն այդ բառի ուրիշ հումանիշը շատ օծված է զորավոր գործեր անելու համար։ Փառք Տիրոջը, ես հավատում եմ, որ հենց այս շրջանի մեջ մենք ապրում ենք մի շրջանի մեջ, որը զատման շրջան է եւ ծածկված լինելու շրջան է, եւ մի վռազիր, Տերն ասում է մնա թաքստոցում եւ լցրու յուղով քեզ, ինչպես իմաստուն կույսերը լցրեցին իրենց յուղով եւ լցրու քո ներսը իմ ներկայությունով, իմ ծրագրերով, իմ սրբությունով եւ վերջի ժամանակը եւ ինքս եմ որոշելու երբ այդ վերջի ժամանակը քո համար, որ դու կանգնես եւ իրականում երբ որ Աստված Եղիային ասեց գնա եւ օծիր Եղիսեին քո փոխարեն եւ Հեվեին թագավոր եւ մնացածին իրենց օծիր, սա Եղիսեի վերջն էր եւ Եղիայի վերջն էր եւ Եղիսեի սկիզբն էր եւ շատ հաճախ այո ոմանց համար վերջ է եւ ոմանց համար սկիզբ եւ Տիրոջ հետ թող որոշվի երբ քո սկիզբը ճախրելու, սավառնելու, Տիրոջ գործերն անելու, հիմա ժամանակն է ծածկված լինելու, հիմա ժամանակն է թաքստոցում լցվելու եւ միգուցե ոմանց համար ոչ, միգուցե ոմանք պետք է հիմա արդեն ծառայեն, որովհետեւ վաղը ննջելու են, վաղը վերջն է իրանց, բայց շատ-շատերիս համար հիմա այդ շրջանն է, որ Տերը թաքստոցում պահել է եւ ես հավատում եմ, որ այս խոսքը մարգարեական է նաեւ, այս խոսքը ժամանակների համար է եւ Դեք սատանան նույնպես նույն ոճով է գործում, նա նույնպես թաքնված է, որոշակի ձևով ինքը իր ծրագրերը հայտնում է, բայց ինչպես բոլորս գիտենք, նա շատ ծածուկ է գործում եւ իր դեսպաններն ունի, իր ներերը ունի, որոնք կան, բայց ծածկված են դեռ, որոնք գործում են, բայց ծածուկում են, նմանապես մենք եւ Ինչ ասելա թաքցրել եմ 7000 հոգու, հո չէին պարկելու քնել, կամ TikTok էին անում ու Facebook-ի մեջ էին, կամ սերիալ էին նայում այդ 7000 հոգին, ոչ ծոմերի ու աղոթքների մեջ էին, աղոթում էին Տիրոջ զորությունը, ինչպես Դանիելն էր աղոթում եւ հրեշտակապետերը կռվում էին երկնավորներում, սա հին ժամանակահատվածի օծությունն էր, որ մենք ավելին ունենք, մենք ավելի օծված ենք, որովհետև բնակված է մեր մեջ Աստված իր ամբողջ աստվածային օծությունով ու զորությունով, ծածկված նշանակում աղոթքների, ծոմերի, կարդացմունքների, երկրպագության, Տիրոջ բերանից լսելու եւ ի գործ դնելու եւ երբեմն լռելու, գրի առ այն հայտնությունները, որ Տերը չի թույլ տալիս ասես եւ խոսիր այն, ինչ որ Տերը թույլ է տալիս խոսես, երբեք, լսում ես, երբեք քո փառքը չփնտրես այս հայտնությունը, որ ասեմ, գիտես որքան կբարձրանա իմ անունը, որքան, չգիտեմ, ընդեղ ինչեր կա, լայքեր կստանամ, որքան սիրտիկներ կստանամ, լսի, վերջացրու, լսիր Տիրոջ ձայնը, ինչ որ Տերն ասում է, դա արա, մնա այդ թաքստոցում
Հակառակ դեպքում Իզաբելը քո գլուխը կկտրի, նա այնքան մարգարեների գլուխ էր կտրել, եւ դրանք այն մարգարեներն էին, որոնք որ համբյուրեցին Բաղին, որոնք ծունկ ծռեցին Բաղին, որոնք խառնեցին գինին ջրով, որոնք օտար ջրեր խմեցին եւ մարգարեից դարձան սուտ մարգարեներ։ Այո, կանչված են շատերը ճշմարիտ մարգարե, բայց երանի նրանց ովքեր մինչև վերջ հավատարիմ կլինեն, եւ ես նրանց կպահեմ այս աշխարհի վրա եկած չար փորձությունների ժամանակ։ Եվ այո, հիմա այդ ժամանակն է Տիրոջ բերանից լսելու եւ անելու։ Հայ, շնորհակալ եմ այս խոսքիդ համար, ես օրհնում եմ այս խոսքդ, Տեր զորավոր ձևով թող գործի մեր կյանքերի մեջ, լսողների կյանքերի մեջ, Տեր, թող որ զգուշավորություն բերի մեր կյանքերում, թող որ երկյուղ ունենանք միայն քեզանից եւ առավել քեզանից, երկյուղը ավելացրու մեր մեջ, Տեր, որ սրբապղծի պես չլինենք, Տեր, որ չլինենք ինքնագովազդով զբաղվողներ, Տեր, այլ փնտրենք քո երեսը, Տեր, այլ փնտրենք քո հավանությունը, Տեր, սրբվենք եւ առանձնանանք քո համար ծածկված լինենք, Տեր, քո համար պահված լինենք, ինչպես 7000-ին էիր ծածկել քեզ համար, Տեր, շնորհակալ եմ, Տեր, այո, Տեր, պահիր մեզ քո թաքստոցում որոշակի ժամանակ եւ երբ որ ժամանակը կլինի, Տեր, այլ դու կօգտագործես զորավոր ձևով, ես հավատում եմ, փառքես, Տեր, փառավորվես ու մեծարվես, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, ալելույա, ամեն։